զարգացումը, որ պետք է անել իր միջոցների հաշվին։ Կարելի է, չէ, ես իմ անկեղծ ասած հարցից պատասխանը չստացա կոնկրետ, նախագծի արժեք չիմացա մեկ, երկրորդ ներողություն, թե որքան ծառեր, մենք գիտենք ինչքան ծառը կտրվելու, հարյուրավոր ծառեր է կտրվելու, որը ափսոս է, բնապահպանության նախարարությունը, ներեցեք, բնապահպանության նախարարությունը, ես կարծում եմ, իր անվանը համահունչ, պիտի այդ պահպանությունը կատարի, ոչ թե կտրվի, կա բնապահպանության ներկայացուցիչ հիմա մեր ընկերներ։ Ահա, ուրեմն պարոն Վարդան Հարությունյան, ուրեմն մենք առաջարկում ենք, ես իմ անունից առաջարկում եմ, ներողություն, իմ անունից առաջարկում եմ, այդ ծրագիրը ընդհանուր առմամբ լավն է, բայց բերեք հաշվենք վնասներն ու օգուտները, մենք այսօր ավելի շատ վնաս ենք տալու բնությանը, թվացյալ այդ տնտեսվարողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու պայմանով, քան թե օգուտ ենք բերում։ Էլի այդ ճեմուղին բերեք կառուցեք, բայց եթե ձեր համար նշանակություն չունի 1905 բացարձակ նիշը, որտեղ օգտվում ենք այն բացառության աբզացից, հատվածից, որը իբրև թե արդեն Եվրոմիության բացատրությամբ ենք ուզում հասկանալ, թե այդ ենթակառուցվածքների մեջ ինչ է մտնում։ Ձեզ ասեմ, որ քաղաքաշինության տերմինների բառարանում այդ բառակապակցության մեջ ճեմուղի գոյություն չունի։ Մեր մոտ չկա, մենք եվրոպացիներին հարցնում ենք, ճեմուղին այդ շարքին դասում է, թե ոչ։ Կասկածում եմ, ներեցեք, կասկածում եմ, որ դա այդ շարքին է դասում։ Ճեմուղին ենթակառուցվածքների մեջ չկա, ես այս ընթացքում հետազոտել եմ, կարդացել եմ այդ բաները, չեմ հանդիպել, գուցե ես լավ չեմ ընտրել։ Առավել ևս, եթե դուք ասում եք Եվրոմը ՄԱԿ-ի, հա, ՄԱԿ-ի օգնությանն ենք դիմում, որ հասկանանք բանը, այդ ճեմուղին ենթակառուցվածքների մեջ է, թե ոչ։ Դա իր երդին, շատ մի անգամ եմ խոսելու ավարտեմ, կներեք, եթե մենք այդ ճեմուղին կառուցում ենք այն պայմանով, որ ջրի բարձրացման հետևանքով այդ ճեմուղին կարող ենք նորից հետ տանել, ես դրա համար էի հարցնում ճեմուղու նախագծի արժեքը որքան է, X է, այդ X-ը 2 կամ 3 տարին մեկ օգտագործենք, այդ միջոցները քամում տան, ավազին խառնենք, ջրին խառնենք, այդ օգուտը ավելի շատ եղավ, քան թե իմ կոնկրետ հարցը, եթե կկառուցվի, որին ես կողմ չեմ այս վիճակով, որքան որ հասկանում եմ, որպես սևանցի, որ միշտ այդ լճապ, մենք ճիշտ են ասում ընկերները, այդ նախագծողները Սևանով հետաքրքրվում են տարին մեկ 2 անգամ։ Սևանը հիշում են միայն ամառվային շոգ եղանակի, իսկ մնացած ամիսներին Սևանով հետաքրքրվող պատկերացրեք չկա։ Ստեղի մարդիկ են ու չայկաները մեր բառերով ասած։ Եթե կկառուցեք, հնարավորինս թող քիչ ծառ, իջեք ներքև, եթե ձեր համար 1905 նիշը նշանակություն չունի, այդ թվարկածս առումներով, մեկ մի քիչ ներքև, իջնենք թող ծառեր չհատվեն, ափսոս են ծառեր։ Ես մի բան հասկանում ձեզ, հարյուրավոր, դե բերեք միասին գնանք հաշվել։ Ամեն տարածքի Դուք ասեք ինչքան գումար է ծախսվում, դուք ասեք Ժորժ ջան, մենք վերել ենք կոնցեպտը ներկայացնում ձեզ, մինչև վերջից։ Առաջին լսում է եղել, ասենք գիտեք ինչ կա, բետոնյա հիմքեր է կանում, բաղմուսոր այդ ջուրը 2-3 տարի, Ժորժ դե 2-3 տարի ջուրը այդքան բարձր է, դրա օգուտը 10 անգամ ավելի մեծ կլինի, քան այս ներդրումը սկսենք դրանից, բայց չի կարող։ Չի կարող։ Դե մենք ստեղի մարդ ենք, գիտենք ասենք ստեղի։ Քան տարում։ Հաշվիկ եմ ձեզ ասում։ Հարցանալու ես։ Քան տարում։ Ինչը։ Չի կարող չբարձրանա, չեմ կարող ասել։ Եթե որոշումը նայած ինչքան ջուր կթողեն։ Ծառերը պետք է հատեն, այդ տնկած անտառները պետք է հատեն ջրի բարձրացմանը զուգընթաց։ Դուք չգիտեք որ։ Դու բերեք սաղել, հատենք բրցնեք ծառը մերի։ Չգիտեք որ ասային բան։ Ջուրը հատի ջրի չթողի։ Ծրագիր, որը ամեն տարվա համար տված է ինչքան մակեր է
մինչև որ միշը մաքրի ծառերի, որ արմատները չմնան, որ ֆտման պրոցեսներին չնպաստեն։ Գիտեք ինչքան ծառ ենք մենք պահել։ Սրան ջան, լավ է կարը ապրեք մենք։ Դաշե ջրի դեմ պատնեշ եք սարքել, որ չգա հասնի ծառերը չգտնի։ Ես ուզում եմ